Փառքնժդեհին և ազատություն, ապստամբ, հայրենատեր, ազնվագույն Սասնա ծռերի։ Շատ է չէ խոսում Իսրայելի հայոց ցեղասպանության ճանաչման մասին։ Ես էլ երեք անդրադարձ կատարեցի։ Նույնիսկ մարդիկ ուզում էին ինձ ասել, այ միամիտ Իսրայելը երբ է ճանաչել, որ ճանաչի։ Ես իմ խոսքը այդպես էլ սկսեցի, հերթական անգամ Իսրայելը բարձրաձայնեց։ Բայց երբ որ նայում ենք աշխարհքաղաքական բոլոր զարգացումներին, հասկանում ենք, որ Իսրայելի հայոց ցեղասպանությունը, նաև Քնեսետով իրենց խորհրդանով ճանաչելու փաստը դառնում է արդիական։ Այստեղ ես չեմ ուզում ասեմ, իրենք շահերի համար են անում։ Այո, մենք պետք է հասկանանք, որ աշխարհը հարաբերվում է շահերով։ Այս հարցը բարոյական հարց է, բայց Իսրայելը շարժվում է շահերով։ Եվ առհասարակ պետությունները, այդ որ ասենք իսկապես խաղաղությունից խոսում են, եթե շահ չկա, խաղաղություն չի լինելու։ Եթե հավասարություն չկա, խաղաղություն չի լինելու։ Չի լինելու ուղղակի։ Եվ այսպես այստեղ ինչն է կարևոր, որ մենք գիտենք, որ Իսրայելը ինչ ազդեցություն ունի Ադրբեջանի վրա։ Ես ասում եմ ինչ ազդեցություն ունի, կարող եմ ուրիշն ասի ինչ նշանակություն ունի Ադրբեջանը Իսրայելի համար։ Բայց հայոց ցեղասպանության հարց բարձրացնելով ինքը թքած ունի Ադրբեջանի վրա ուղղակի։ Բոլորն էլ գիտեն, որ Ադրբեջան պետությունը ստեղծվել է հայոց ցեղասպանությունից հետո։ Հայերին ցեղասպանել, կոտորել, բնաջնջել են այդ տարածքների վրա, մի մասի վրա նաև ստեղծվել է Ադրբեջան պետություն։ Մեր ցեղասպանության հետևանքով է Ադրբեջանը ծնվել։ Որքան էլ Նիկոլը, չգիտեմ, ես ինչ է ներկայացնում։ Մենք ու պատմությունը գիտենք։ Այսինքն ինչ ստացվեց, եթե Թուրքիայի տեր կներեք, Ադրբեջանի տեր Թուրքիայի հանցագործությունը Ադրբեջանի մեկ այլ, ես կասեի անգամ ասող, չասեմ տեր, մի քիչ կարող է կոպիտ հնչի, Ադրբեջանին հարվածում է հայոց ցեղասպանություն ճանաչելով, այսինքն հարվածում է Ադրբեջանի հիմքերին դրանով։ Եթե ճանաչում է հայոց ցեղասպանությունը, եւ դա Հայաստանը ունենա իշխանություն, որ ուրախանա նման երևույթներից, ոչ թե դժգոհի, եւ այդ հարց բարձրացնի մակում, այդ հետևանքները, երբ որ այդ ցեղասպանության վերացվեն, Ադրբեջան պետությունը կիսվելու է, Թուրքիան կիսվելու է, եւ դրանք կիսվելուց հետո հարց է կմնան, թե չեն մնա այդ պետությունները։ Նման խնդիր կա։ Հիմա վերցնել ասել, դե Իսրայելը լուրջ պետություն չի կամ թշնամի է, իրեն երբ պետք է որ հասկացանք։ Ինչ ասենք, մի ճանաչի։ Նիկոլի պես ասենք, վայս ինչ ես անում։ Դե թող ճանաչի։ Եվ չմոռանաք։ Շատ հետաքրքիր բան է, չէ՞։ Ամիսներ առաջ խոսվեց, հիմա չգիտեմ ինչու, այդ մասին չի խոսվում։ Որ Պակիստանից, Աֆղանստանից, չէ, այնտեղ զորավարություններ անելով 50,000 ահաբեկիչներ մտել են Ադրբեջան, այսինքն Իսրայելն է դրանց ընդեղից տեղափոխել, տարել է Աֆղանստանում, պարաբել են, վարժվել են, մարզվել են, բերել է Ադրբեջան։ Եվ դրանց աշխատավարձը բացառապես վճարում է Իսրայելը։ Հիմի հարց, եթե Իսրայելը թքած ունի Ադրբեջանի վրա, իհարկե ցեղասպանություն ճանաչելով ինքը ուղղակի թքում է նաև Ադրբեջանի վրա։ Այդ 50,000 մարդ այնտեղ ինչ են անելու։ Նրանք ինչ են անելու։ Ձեր մոտ հարց չի առաջացել։ Պարսիկի հետ հարցերը Ամերիկան կարգավորում է։ Դեռ կարգավորում է։ Մարդիկ տեսնում եք, չեն ասում Ամերիկան գերտերություն է։ Այդ Հորմուզի նեղուցը ասում են, չէ, պետք է մեզ փողը տակ նոր անցնեք։ Այդ Հորմուզի նեղուցը մեկը Պարսիկի ափով է գնում, հա, մեկը Օմանի ափով է գնում, մեկը
կենտրոնով միջազգային ջրերով, ասում էի մափով պետք է գնաք, ինձ պետք է փոխտակ այն երկու գծով գնացիք խփելու եմ, ու խփեց։ Չասես, վայ, ամերիկան աշխարհի գերտերությունն է մեզ իշքանի, ոնց որ սրանք են ասում, 80 միլիոնանոց Թուրքիան, 10 միլիոնանոց Ադրբեջանը, 300 քանի միլիոնանոց Պակիստանը, ինչքան դաշնակից կա, ասենք, Սովետը քանդվեց, 5-6 պետություն թուրքական ավելացան։ Դες կարող եք սաղին թվարկել, բա մենք դրանց առաջին չենք անելու։ Աշխարհում դրանցից բացի էլ պետություն չկա, որ դրանց թշնամին է։ Հիմա Իսրայելի ճանաչելը ոչ թե պետք է ասենք ձեր ճանաչելը մեզ պետք չի, թող ճանաչեն։ Թող ճանաչեն։ Դա մեզ հաստատ օգուտ է եւ վնաս չի։ Խորհրդային միության քանդվելուց հետո աշխարհը փոխվել է։ Հա, մենք էլ գիտենք, որ ժամանակին հրեաներն էին թուրքերին հուշում, թե ոնց խուսափեն հայոց ցեղասպանության ճանաչումից։ Եղել է նման բան։ Մարդիկ աշխատել են այդ ուղղությամբ։ Թուրքերին իրենք են հուշել, իրենք են օգնել, որպես այդ դաշտում, որ ասում է, այդ կողմերում կռված մարդ, այսինքն այդ վիշտը տեսած, այդ ուղղությամբ կռիվ տված, ճանաչման հարցերով, ովքեր չեն ճանաչել դրա դեմը առնելու հարցերով, փորձ ունեին, պրակտիկա ունեին։ Եվ ինչ է որս թուրքերին կարողացել են օգնելով խույս տալ, բայց բան է փոխվում։ Այդ խորհրդային միություն չկա։ Թուրքիան Ռուսաստանի հետ երկվորյակ է, Չինաստանի հետ լավ է, ուրեմն Թուրքիան դառնում է ավտոմատ թշնամի։ Մարդ ուզում է իր Օսմանյան, ոնց որ Պուտինն էր ուզում բանը այդ Պետրոս առաջինի տարածքները վերականգնել, ինչ խորհրդային միություն։ Ֆինլանդիա, Միլանդիա գնում էր ամեն ինչ վերցներ, Լեհաստան, ոչ թե խորհրդային միություն է։ Ես էլ ասում եմ, ես իմ Օսմանյան կայսրություն, ամբողջ Սևծովը, 4 ապնել եղել է պա, որ Օսմանյան է եղել։ Երուսաղեմը եղել է, որ իրենց Օսմանյան կայսրության տարածք է եղել։ Իսկ մարդիկ հասկանում են, որ ինչքան օգնել են, սխալվել են։ Երևի։ Ես ենթադրում եմ, որ հասկացել են։ Եվ քանի որ աշխարհում Չինաստանը թափ է առնում, թուրքական աշխարհն էլ Չինաստան է ձգտում, այս մարդը հասկանում է, որ Ամերիկային, ասենք ամեն հարցում Ամերիկային նեղություն տալով դժվար է։ Ինքը շատ լավ ժամանակին կցանկանա, որ տարածաշրջանում ինքը իշխեր։ Հայաստան չլներ անգամ։ Ոնց որ խորհրդային միության տարիներին էր։ Բայց հիմա հասկանում է երևի, որ որպեսի Թուրանի ծրագիրը կանխվի, Հայաստանը պետք է։ Հասկանում են արդեն։ Որ ամեն ինչ չդնի Ամերիկայի ուսերին, Հայաստանը պետք է տարածաշրջանում։ Հрьяաները սկսել են հասկանալ, որ հայերը պետք են։ Թուրանի դեմն առնելու համար հայեր են պետք։ Ամերիկա պետք չի, այն պետք չի, այն պետք չի։ Որտեղ Ամերիկան իր շահերը չելում, երբեմն կարող է Չինաստանին խանգարելու համար Թուրանին էլ ինչ-որտեղ փորձի օգնել։ Օրինակի համար եմ ասում, երբ որ բանը հասնի դրան։ Բայց չէ, տեսնում ենք Ամերիկան իր հերթին այդ Թրամփի ուղիով եկավ։ Հասկանում եք, չէ՞ Գարգին Նժդեհը ինչ է արել ժամանակին։ Այն որ բաները, քեմալիստներն ու բոլշևիկները Հայաստանը կիսեցին ու արդեն Սյունիքն էին Ադրբեջան սարքում, այդ մարդը կանգնեց չթողեց։ Որ ասում եք, մենք փոքր ենք, մենք խեղճ ենք, այդ մարդը բա ինչու չասեց ես փոքր եմ ու խեղճ։ Ապերախտ ժողովուրդ, չօգնեցիք Նժդեհին, բայց ինքնուրույն դա արեց։ 100 տարի հետո այն ժամանակ Ամերիկան չէր բանանում, չէ՞, ասում էր, այդ օվկիանոսից են կողմ ես չեմ գալի, ես իմ մայրցամաքի վրա եմ։ 100 տարի հետո եկել է թրիպ է այնտեղ ուզում սարքի։ Դե հասկանում ենք դա ինչ է։ Որ Նժդեհը դա պահած չլներ։ Այսօր Եվրոդիտորտ կլներ Սյունիքում։ Որ Նժդեհը դա պահած չլներ։ Այսօր Ամերիկան այնտեղ թրիպ կսարքեր։ Դրա համար է Հեյդարի Լակոտը Նժդեհին ֆաշիստ ասում, ես թրքաբարու նիկոլագաններն էլ հետը կրգնում են։ Վարված են, Նժդեհը ոնց է դրանց այդ Թուրանը փագել 100 տարի առաջ, հիմա էլ նորից էլի Նժդեհի գործն է։ Հիմա այս Իսրայելի ճանաչումը եւ այդ ցեղասպանության եւ Հայաստանում այս ընտրությունները որքան էլ կեղծվեցին,
դա Իլհամի լակոտը տեսավ ու հասկացավ, որ շատ ծանր է վիճակը։ Իրեն թվում էր հայ ժողովուրդը մեծամասամբ ոչխար են եւ իրենց կարող են համոզել, ասել, որ դու Ղարաբաղ չես ունեցել, երբեք քոնը չի եղել, դու գողացել ես, դու թալանել ես, ինչ ցեղասպանություն, ինչ Արարատ ինչ։ Բայց ընտրությունները ցույց տվեց, որ դա այդպես չի։ Հիմա վախեցել է այդ մարդը եւ կրկնակի վախ է ապրում, երբ որ Իսրայելը նման քայլ է անում։ Ասենք, ոնց չասենք, ասենց լավ բան է տեղի ունենում։ Եվ հարց է առաջանում, չէ՞, Հայաստանի ազգային անվտանգության ծառայության պետը թշնամի երկրում ինչ գործ ունի։ Ասենք պաշտպանության նախարարը գնա շփման գծի հետ բան պայմանավորվի, հասկացանք։ Արտգործնախարարը գնա, ասենք ռազմական գործողություններ քաղաքականի շուրջ տան, հասկացանք։ Բա ներքին գաղտնիք ինֆորմացիա պարունակող կառույցի ղեկավարը գնում է թշնամի երկիր, որ ինչ անի։ Փորձի փոխանակման, թե ինֆորմացիայի փոխանակման։ Այսօր խոսում են այս հեռախոսների հաշվառումից, որ պետք է բոլորը իրենք ստուգեն, լսեն, ձայնագրեն։ Սա ամենայն հավանականությամբ Հեյդարի լակոտի պահանջն է Նիկոլին, որ բոլորի տվյալները պետք է վերցնես ու տաս ինձ, ես պետք է հսկեմ հաթաթ բոլոր հայերին, որտեղ ինքն էլ Նիկոլին չի վստահում երևի։ Հասկացել է, որ Նիկոլը չի կարողացել ազդել։ Սա բաներ են տեղի ունենում։ Դրա համար մեզ ազգային ուժ է պետք, որ երկրի մասին մտածի, ոչ թե Ալիևի կամ Ադրբեջանի, դու կամ Ռուսաստանի։ Խոյեմ եք